Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Վերնագիր կապված, վերնագիրի անվանումը շատ կապված է մեր վերջի սլայդի հետ, մենք վերջի 3 ամիսներին չեմ սխալվում ոչ մի համապետական հարցման վերաբերյալ տվյալներ չենք հրապարակել, բայց մենք նաև տեսնում ենք, որ տարբեր կուսակցություններ հրապարակում են որոշակի տվյալներ, որոնք ռադիկալ տարբերվում են իրարից, եւ դա ինձ վերեց այն գաղափարին, որ դա շատ նման է այդ բլոթ խաղին, բազար բլոթ խաղին, որտեղ սկզբում, երբ որ բաժանում են քարտերը, մասնակիցները հիմնվելով ինչ-ինչ տվյալ հաշվարկների վրա, իրենց մոտ առկա խաղաթղթերի վրա փորձում են ինչ-որ թվեր բարձրաձայնել, շատ նման է այդ սիտուացիային։ Ամեն կուսակցություն կամ դաշինք փորձում է իր մոտ առկա միգուցե հետազոտությունների, միգուցե պատկերացումների, միգուցե ցանկությունների վերաբերյալ թվերը հրապարակել։ Ես կարծում եմ, շարքը մենք կշարունակենք, նաև արդեն իսկ քարոզարշավի ժամանակ, որովհետև մենք սպասենք արդեն, երբ որ կգրանցվեն մասնակից կուսակցությունները կամ դաշինքները եւ հետագայում մեր հարցումները կվերաբերվեն միայն այն գրանցված կուսակցություններին եւ դաշինքներին, որպեսզի հասկանանք, թե ինչպես արդյունավետ կամ ոչ արդյունավետ են իրենք աշխատել կամ աշխատում քարոզարշավի ընթացքում։ Ճիշտ եմ նկատում, որ բանակն ու եկեղեցին տևական ժամանակ առաջին երկու տեղում են։ Այո, ճիշտ եք նկատում, նախորդ, եթե չեմ սխալվում, նոյեմբերի ընթացքում եւս երկու առաջատարներ են իրանք, շատ փոքր տարբերությամբ Հայաստանի Հանրապետության բանակը կարծեմ 1-2% ընդհանուր դրական տիրույթում ավելի բարձր կամ հայ առաքելական եկեղեցին, բայց հիմա տեղերը փոխել են շատ տարբերություն չի, երկու հիմնական, այսպես ասած, հենասյունները ունեն բարձր գնահատական, ինչը իմ համար անհատապես շատ ուրախալի է։ Եվ ճիշտ նկատեցիք, որ դժվարանում են պատասխանել այս անգամ ավելի շատեր, հատկապես քաղաքական իրավիճակներին։ Որտեղ, ճիշտ ասած, կտրուկ տարբերություն մենք չենք տեսել, բայց ցանկացած հարցի շուրջ եթե չկա հստակ մեսիջներ, հստակ տեղեկություն, հա, բավարար, այդտեղ կարող են լինել այսպես ասած հարցեր, որ նորմալ է, ես խնդիր չեմ տեսնում։ Ներողություն, 21 թվականի ընտրությունների նախաշեմին ևս հարցումների արդյունքները զարգացել եք, որոնք էականորեն տարբերվեցին ընտրությունների արդյունքներից, ըստ այս անգամ ինչի պատկերացնում։ Նայեք, շնորհակալություն հարցանուն, մենք ճիշտ եք ասում, 21 թվականին, 12 թվականին, 17 թվականին բոլոր ընտրությունների ժամանակ հրապարակել են մեր հետազոտությունները եւ նրանք մեծամասնությունում համապատասխանել են այն արդյունքներին, որով ստագրանցվել է։ Ճիշտ եք ասում, 21 թվականին մեր կողմից հրապարակված հարցումների տվյալները եւ իշխանության կողմից արձանագրված տվյալները մի քանի կետերով չեն համապատասխանում, բայց մենք միշտ ասում ենք, որ մենք հավատում ենք մեր կողմից հրապարակած թվերին, թե իշխանությունը ինչպես է գրանցել այդ 54.2%-ը, դա թողում ենք իրանց եւ նաեւ իրենց վերահսկող այսպես ասած ընդդիմությանը, որը պետք է պատշաճ կերպով վերահսկել ընտրությունների ընթացքը եւ արձանագրել այն խնդիրները, միգուցե կեղծիքները, որը որ տեղի են ունենում։ Մենք այժմ եւս հստակ այն կարծիքին ենք, որ քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը 2021 թվականի ընտրություններին, եթե չլինեին այն լծակները, որոնք օգտագործել են, չէր կարող ստանալ ավել քան 35-36%։ Կրկնում եմ, թե ինչպես են իրենք գրանցել իրենց 54.2%-ը, դա մեր տիրույթում չի գտնվում։ Իսկ ինչ լծակներ Իշխանական լծակները տարբեր զանազան ընտրախախտումներ, որոնք արձանագրվել են, բայց չեն կարողացել իշխանության կողմից ապացույցներ ներկայացվեն, դա եմ ասում, մեր տիրույթում չի գտնվում։ Մենք կարող ենք հարցնել մեր քաղաքացիներին, իրենք ում են ընտրելու, բայց մենք չենք կարող բացահայտել, թե ինչպիսի լծակներ են օգտագործելու իշխանության կողմից տարբեր արդյունքներ ստացվելու համար։ Հետևաբար այդ հարցը ընդունում եմ ուղղակի իշխանությանը։ Իսկ այս ընտրություններին սպասում որ դա նորից մեր խնդիրը չի։ Սպասել մենք իրականացնենք հարցումներ հրապարակում ենք, որպեսզի չլինեն ընտրախախտումներ, դրա համար կան այլ ինստիտուտներ, կան դիտորդներ, կա անդիմություն, որը պետք է վերահսկի
իշխանության, ինչպես եւ իշխանությունն է վերահսկում նաեւ ընդդիմության աշխատանքները, մենք տեսնում ենք տարբեր հրապարակումներ արդեն հիմա, գաղտնալսումներ եւ այլն, այդ լծակները բոլորը տիրապետում է իշխանությունը եւ նա կարողանում է տեսնել արձանագրել այդ ամեն ինչը, թե ինչպիսի գործողություններ անում իշխանությունը եւ արդյոք կկարողանա ընդդիմությունը այդ ամեն ինչը տեսնել, արձանագրել եւ հրապարակել, դա գտնվում է ընդդիմության արդեն դիրույթում, որ լավ աշխատեն այդ ամեն ինչը կարողանան գոնե այնպես այն, որ այդ լծակները լայնածավալ չօգտագործվեն։ Իսկ կրկնում, ընդ որում դա ոչ միայն համապետական ընտրությունների ժամանակ եւ ոչ միայն նաեւ այս իշխանության ժամանակ է, բոլոր իշխանությունները փորձում են պայել իրենց իշխանությունը, հա, հետեւաբար լծակները իրանք պետք է օգտագործեն, մեկը ավելի շատ, մեկը ավելի քիչ, մեկը ավելի հմուտ, մեկը ավելի քիչ օգտագործում է, իսկ դրա վկայությունները շատ են, հա, բոլորս տեսնում են, եթե կա Երևանը ավականու ընտրության ժամանակ ինչպիսի լծակներ են օգտագործում, որ տարբեր դպրոցներից կամ ասենք մանկապարտեզներից դա արձանագրված կա, հա, հպանցիկ անգամ եթե նայենք, հա, նույնը վերաբերվում է 2021 թվականի ընտրությունին, ես շատ լավ հիշում եմ, որ այն պրես կոնֆերանսը, որ ես պրեզենտացիան, որ մենք արել էինք հետընտրական հետազոտության վրա, մենք կոչել էինք հովարային գուձին, բոլորդ հիշում եք, չէ, ընտրությունների հաշվարկների ժամանակ մոտ 20 րոպեով հոսանքազրկվել էր հանրապետության մոտ 40%, եթե չեմ սխալվում։ Հիմա հարց, պարզվել է թե ով է դա արել։ Կա հետաքննություն, միգուցե դա ընդդիմությունն է արել։ Պարզեք հասկանանք, միգուցե դա իշխանությունն է արել։ Ես դա պատասխան չունեմ, եթե դուք ունեք դա պատասխանը, որտեղ այդպիսի համընկնումներին ես չեմ անում։ Ու եթե չեմ սխալվում, Էջմիածնի ընտրությունների ժամանակ եւս այդպիսի մի միջադեպ եղավ։ Ավելին ասեմ, վերջի այս Նիկոլ Փաշինյանի հանդիպումների ժամանակ, եթե նկատեցիք, մի հատ կին մոտեցավ եւ ասում էր, որ խնդրում եմ, որպեսզի հովարային անջատումներ չլինի ընտրությունների ժամանակ։ Բայց եմ ասում, ես չունեմ փաստեր ասելու, որ կատարվել է այս կերպարները, բայց որ կան նախանշաններ, որ ունեցել ենք մի քանի այդպիսի դեպք, ինչի այդ դեպքերը կարող են չկրկնվել հիմա։ Ելեմ ասում, ես չեմ կարող ասում, դա կատարվել է ընդդիմության կողմից, թե իշխանության կողմից, բայց քանի որ չկա հետաքննություն եւ չի պարզվել, թե ինչպես դա այդպես համընկավ եւ 20 րոպե լույսերը անջատեցին հենց ընտրության արդյունքների հաշվարկի ժամանակ, հետեւաբար հուսանք այս անգամ այդպիսի իրավիճակ չի լինի, նամանավանդ հիմա հետը գտնվում ենք ասեմ ինչպես ենք արտաքին կառավարման, հա, ներկա, հա, տեսնենք ընթացքին ինչպես կլինի, հուսանք որ այդպիսի բաներ քննիներ չեն։